Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Սլովենիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում։ Ակնկալիքների շարքում Ջեյհուն Բայրամովը նշել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, Մինսկի խմբի լուծարումը, ինչպես նաև ընդգծել, որ դեռևս չլուծված է մնում հաղորդակցության ուղիների բացման, առավել կոնկրետ դեպի Նախիջևան անարգել մուտք ապահովելու հարցը։ Բաքվի զինվորական դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կրկին առանց անկախ փաստաբանների և լրատվամիջոցների։ Ադրբեջանական պետական ազերթաջ գործակալության հաղորդմամբ դատախազների հարցերին ի պատասխան Ղուկասյանը խոստովանել է, որ ինքը ժամանակին ադրբեջանցիներին բռնի ստիպել է հեռանալ Ստեփանակերտից։ Հայաստանի իշխանությունները ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել են, որ այս դատավարությունը կեղծ է և Բաքուն ապօրինի, այդ թվում հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ է կորզում տարածաշրջանում նոր լարվածություն հրահրելու համար։ Այս գիշեր ռուսական կողմը շահեդներով զանգվածաբար հրթիռակոծել է ուկրաինական Դնեպրը, զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա, վիրավորների թիվը հասել է 30-ի, նրանց շարքում ևս երեխաներ կան։ Քաղաքապետի խոսքով անօդաչուներից մեկն ընկել է վարչական շենքից 100 մետր հեռավորության վրա, վնասվել են նաև մանկապարտեզներ, ուսանողական հանրակացարան և սննդամթերքի պահեստ։ Մոսկվան 3-րդ տարին է պնդում է, թե ռազմական գործողության ընթացքում խաղաղ բնակավայրերը չի թիրախավորում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանել է Փարիզ Եվրամիության պաշտոնյաների հետ բանակցությունների, որի առանցքում է Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու և հրադադար հաստատելու հնարավորությունը։ Ֆրանսիայում է նաև Ուկրաինայի պատվիրակությունը։ Մինչ այդ Փարիզը մի քանի անգամ հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում հրադադար հաստատելու նախագահ Թրամփի ջանքերին, միաժամանակ շեշտել բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրոպան։ Հրադադարն էլ չպետք է լինի Ուկրաինային պարտադրվող զիջումների գնով։ Լեհաստանը արգելել է Վրաստանի 8 պաշտոնյաների մուտքը իր երկիր անցած աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու համար։ Արտգործնախարարությունն այդ մասին այսօր գրառում է արել X-ի իր էջում։ Ավելի վաղ այս տարվա սկզբին Եվրամիությունը որոշել էր դադարեցնել առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրաց պաշտոնյաների համար, մեղադրելով նրանց ժողովրդավարական արժեքներից նահանջելու համար։ Իշխող վրացական երազանքը մինչդեռ պնդում է, թե արևմտյան երկրները փորձում են Թբիլիսիին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, որ բոլորովին վերջերս է կազդուրվել ծանր թոքաբորբից, այսօր անակնկալի է բերել հետևորդներին այցելելով Հռոմի ամենածանրաբեռնված բանտերից մեկը՝ Զատկի տոնին ընդառաջ բանտարկյալներին բարեմաղթանքներ հայտնելու համար։ 88-ամյա Ֆրանցիսկոսին բանտարկյալները դիմավորել են ծափահարություններով։ Ես ուզում էի ձեզ մոտ լինել, Վատիկանի փոխանցմամբ ասել է նա, հավելելով. ես աղոթում եմ ձեզ համար և ձեր ընտանիքների։ Երբ լրագրողները հետաքրքրվել են ինչպես է նա դիմավորելու և նշելու Սուրբ Զատիկի տոնակատարություններն այս տարի, Ֆրանցիսկոսը մեղմ ժպիտով պատասխանել է. կնշեմ այնպես, ինչպես որ կկարողանամ։